Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ուսումնական գործընթացում օգտագործում են ռոդարիական հնարքներ։ Ջանի Ռոդարին ծնվել է 1920 թվականին Իտալիայում, իտալացի մանկավարժ գրող է։ Ռոդարիական հնարքները երեխաների, ինչպես նաև մեծահասակների ստեղծագործական երևակայությունը զարգացնող հնարքներ են, որոնք Ռոդարին մանրամասն ձևով նկարագրել է իր երևակայության քերականություն գրքում։ Լեզվագործունեության մեջ ռոդարիական հնարքները եւս մեծ տարածում ունեն եւ շատ են օգտագործում։ Ռոդարիական հնարքներից են օրինակ պատահական բառերի համադրությունը, երբ առաջին հայացքից իրար հետ բոլորովին կապ չունեցող բառեր համադրելիս ստանում ենք ինչ-որ մի երևույթ, պատկեր, պատմվածք, որոնք բառերը պատահական ընտրում են սովորողները, օրինակ սեղան եւ ամպ բառում կարող են որոշել, որ սեղանը թռչում է ամպերում կամ այդ բառերը տարբեր ձևերով օգտագործելով, օրինակ ամպոտ սեղան կամ սեղանի ամպը, այս բառերը օգտագործելով հետաքրքիր որևէ պատմվածք են ստանում։ Շրջումը ռոդարիական հնարքներից մեկն է, երբ իրադարձությունները թարս են տեղի ունենում հակառակ կերպով, կան հեքիաթների խառնաշփոթ, երբ տարբեր հեքիաթների իրադարձությունները, հերոսները խառնվում են իրար, օրինակ կրթահամալիրում ունենք աղայանական եւ ռոդարիական օրեր, երբ աղայանի եւ ռոդարիի հեքիաթները խառնվում են եւ ստացվում են նոր հեքիաթներ։ Անսպասելի վերջաբան ռոդարիական հնարքը, երբ պատմվածքը ավարտվում է բոլորովին անսպասելի ձևով, այնպես եւ այս դեպքում երեխաների երևակայությունը շատ օգնում է ու շատ ավելի անսպասելի եւ հետաքրքիր է, քան կարող ենք պատկերացնել, սովորաբար իրենք հենց նմանատիպ անսպասելի ավարտ են հնարում հեքիաթների համար։ Մի վախեցիր վարար գետից, վախեցիր գոլից։ Ամառվա փուշը, ձմեռվա Ապուշը։ լավություն արա, Լավություն արա, ցարություն արա։ մեկ գլուխը լավ է, երկուսը Վատը։ շան հետ կապես, Գրսիրիք է։ որտեղ հաց, այնտեղ Համով։ ինչքան լեզու գիտես, այդքան Լավ հասկացի։ երեխային գործի դիր, Մի դիր։ Ռոդարիական հնարքներից է նաև ֆանտաստիկ հիպոթեզը, երբ առաջ ենք բերում ինչ-որ անհավանական հարցեր, իրավիճակներ, օրինակ ինչ կլիներ, եթե ծառերը քայլեին, ջունը երգեր, այս հարցերը նույնպես տալիս են սովորողները ու եւս բավականին զարգացնում է սովորողների երևակայությունը։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում իրականացվող ռոդարիական հնարքները սովորողների համար ամենասիրելի հնարքներից են, քանի որ նրանք արդեն իսկ ծանոթ են առաջին դասարանից, հորինում են տարբեր հեքիաթներ, նոր պատմություններ, անհավանական պատմություններ, զարգացնում է իրենց երևակայությունը։ Ռոդարիական երկանդամություն խաղ հնարքը, որը իրականացվում է տարբեր տարիքային սովորողների միջև, հիմնականում մեծերը հյուր են գնում փոքրերին, ներկայացնում են մի հեքիաթ, որը ունի 3 ավարտ։ Առաջին ավարտը իրենք ներկայացնում են սովորողներին, այն 2 ավարտը թույլ են տալիս, որպեսզի սովորողները իրենք ստեղծեն, ստացվում է ինչ-որ հետաքրքիր յուրօրինակ պատմություն։ Ռոդարիական հնարքները լավագույն միջոցն են սովորողների ստեղծագործական եւ երևակայական մտքի զարգացման համար։ Օրինակ թիվի նախագծի շրջանակում շատ հաճախ սովորողներին տալիս ենք հետևյալ միտքը՝ ինչ կլիներ, եթե, եւ նրանք սկսում են ստեղծագործել, երևակայել տարբեր իրավիճակներ։ Օրինակ ինչ կլիներ, եթե Արեգակը երկնքում հայտնվեր գիշերը, կամ ինչ կլիներ, եթե մենք թռչել իմանայինք, ինչ կլիներ, եթե մենք հայտնվեինք լուցկու տուփի մեջ։ Որողներից մեկը պատկերացնում է, թե իբրև այլ մոլորակային է եւ սկսում է ընկերներին պարզագույն հարցերի միջոցով դրթել երևակայելուն։ Օրինակ, ինչ է գլուխը, ինչ է համակարգիչը, ինչ է ականջը, ինչ է ամպը եւ այլն։ Սովորողներն իսկական հրճվանք են ապրում, երբ պատկերացնում են, թե չի հասկանում այդ ամենը եւ սկսում են ստեղծագործել, երևակայել տարբեր բառերի միջոցով, բացատրել ընկերոջը եւ հարստացնում են իրենց միտքը։ Ողջույն, եկեք պատկերացնենք, թե մեզ մոտ մեկ անմոլորակային է եկել, որը ոչ մի բան չի
հասկանում։ Օրինակ արևը, ինչ է նշանակում արևը, լուսինը, ծաղիկները, խոտերը, ծառերը։ Մենք պետք է թվարկենք, որ նա հասկանա։ Ինչ է արևը։ Արևը շողում է պայծառ լույս է տալիս։ Արևը շատ գեղեցիկ է, արևը մեզ օգնում է մենք տաքանանք։ Արևը լույս է, պայծառ է, երկիրը տաքացնում է։ Ծաղիկը բույս է հոտավետ։ Աշխատանում չհոտ ունի։ Նրանցից լիքը կամ ծաղիկը հոտավետ բույս է, որն կարող են իրար նվիրել։ Ծաղիկը բույսը այն գեղեցիկ է։ Անուշ խոտունը։ Լուսինը գիշեր է մեզ տալիս, որ մենք քնենք։ Անը լույս է տալիս գիշերները։ Առը բույս է, որտեղ աճում են մրգեր։ Նախագծեր կիրառում ենք ոչ միայն ուսումնական process-ում, այլ նաև ցանկացած գործունեության մեջ, դա կլինի ճամբարային նախագծերում, թե ընտանեկան նախագծերում։ Սա լավագույն միջոցներից է, երբ սովորողներն հենց իրենք են իրենց պատկերացնում նման իրավիճակներում եւ փորձում են պատկերացնել, երևակայել, ստեղծագործել, թե ինչ կարող էր լինել։ TV նախագծերի միջոցով կարողանում են իրենց ստեղծագործական միտքը բանավոր խոսքի վերածել, գեղեցիկ ձևով արտահայտել, զարգացնելով եւ հարստացնելով իրենց բառապաշարը, համակարգչային գիտելիքները կիրառելով, նկարել իրենց զգացածը, իրենց մտածածը, ու ելի ապրում են ստեղծագործական թռիչք։